Ասացիր ինձ էիր նայում, ինչ-որ բան կա իմ հետ կապված։ Կներես քոնը չասեցիր ինձ։ Օլյա։ Ես Լուսեն եմ։ Թե դու գիտես իմ անունը։ Գիտեմ։ Լավ, այդ դեպքում վերջապես կխոսես ինչի համար ես եկել։ Ինչ ունես ինձ ասելու ու որտեղից գիտես իմ մասին։ Հա։ Շատ բան ունեմ ասելու։ Իսկ քո մասին ինձ պատմել է Դավիթը։ Իմ ամուսին Դավիթը։ Կապիտանը գնաց նոր սկսեցիր ալնել ես հայտարարությունները։ Սի արի առանց սարկազմի, հա։ Նախ այդ մարդու հետ հանդիպումից հետո կոնյակի շիշ ես դատարկում, հետո երազիդ մեջ ինչ-որ ավտովթարից ես խոսում։ Ես դա իմ ականջով եմ լսել։ Իսկ այդ հեքիաթները, որ իբր երազ ես տեսել, այդ ջրվում է։ Լսի տղա ջան, դու այսօր իմ ամբողջ օրը փչացրեցիր։ Սկզբից այդ անիծյալ հին թաղը, հետո այդ հորինված ավտովթարը։ Հիմա այդ ամեն ինչը հավաքում ես, փաթաթում ես, դնում ես թևի տակ ու գնում ես գրողի ծոցը, դավայ։ Փաստորեն ես ճիշտ եմ, դու լավ էլ կապում ես։ Ելքս տեղա։ Սի լուրջ հարց եմ տալիս, կպատասխանես հարցիս։ Դա ռադելի։ Սի դու երեխա չես։ Ռադելի ասում եմ, ռադելի։ Ես Դավիթի ընկերուհին եմ։ Մինչև ձեր ամուսնանալը մենք մի տարի միասին ենք ապրել ու պատրաստվում էինք ամուսնանալ։ Բայց ինքը տեսավ քեզ, իր ասելով սիրահարվեց ու որոշեց, որ ինձ էլ չի սիրում։ Գիտեիր սրա մասին։ Հիմա դու ինչ ես ուզում ինձանից։ Ինչ ես որոշել գալ ու այս ամեն ինչը ինձ պատմել։ Մենք ձեր ամուսնանալուց հետո էլ ենք հանդիպել։ Ու ես Դավիթին սիրում եմ։ Ես չգիտեմ ինչի եք միասին ամուսնացել։ Բայց դու իրան չես սիրում, այդ պարզ երևում է։ Իսկ ես տանջվում եմ իր ամուսնության պատճառով։ Ոչ ես եմ իմ կյանքից բան հասկանում, ոչ առավել եւս ինքը, ու ոնց հասկանում եմ քո համար էլ մեկը։ Ինչի՞ չես բաժանվում։ Հիմա դու եկել ես ամեն ինչ ինձ պատմում ես, որ ես բաժանվեմ։ Ապրես որ եկար։ Հա Դավիթ ջան, կխնդրեմ արագ ասես, որտեվ եթե հանկարծ ձայն տան ներս չմտնեմ, ինքը դուրս կգա։ Դու հանգիստ եղի, ինքը երկար ժամանակ ձայն չի տա, դեռ շատ բան ունի մտածելու։ Ինչ ունի մտածելու, որ։ Էական չի։ Լսի նոնա, հիշում ես, որ պապային կոնյակ էիր տվել, ինքն էլ վերցրել ամբողջ շիշը խմել էր։ Հա իհարկե հիշում եմ, տենց բանը մոռանալ կլինի։ Ապրես, իսկ այդ խմելու ժամանակ դու կողքին ես եղել։ Չէ, ես շիշը տվել եմ իրան ու դուրս եմ եկել։ Իսկ որ հետ ես եկել, արդեն քնած էր։ Չէ, բազմոցին նստած էր, ես որ ներս մտա ուզեցավ կանգնի, դե բնականաբար ի վիճակի չէր, օգնեցի իրեն, պառկեց։
Իսկ որ բարկացրիր, ոչ մի բան չխոսեց։ Նոնա։ Ես մտածում եմ կհասկանաս, բայց չէ, քո հեչ պետքն էլ չի։ Գիտես ինչի, որովհետև այս ամեն ինչի մեղավորը ես եմ, ես պետք է շուտ ասեի սրա մասին։ Իսկ կարողա դու ուղղակի չես ուզում աշխատես։ Սկսվեց Վիկա։ Ես առավոտից իրգուն մենակ մտածում եմ աշխատելու մասին, բա իմ դասերը, որ ավարտեմ ինչ մասնագետ եմ դառնալու։ Հիմա դրա մեղավորն եմ ես։ Գիտես ինչի համար Արամը չուզեց, որ իր հոր մոտ աշխատեմ, որովհետև առավոտից իրգուն մենակ մտածում եմ փող աշխատելու մասին։ Իսկ գործը դու ոչ էլ արել եմ, որովհետև սաղ ինքն արել, որ հոր մոտ խայտարակ չլինի։ Հիմա ինչի ես ինձ այդ ասում։ Այդ ինձ հետաքրքիր չի։ Բա ինչն է հետաքրքիր, առավոտից իրգուն փող ծախսելը։ Չէ ապրելը, ուրախանալը։ Ես երիտասարդ եմ։ Հիմա չվայելեմ իմ երիտասարդությունը, երբ եմ ապրել։ Ես ջահել չեմ, Արամը ջահել չի, Անայիսը ջահել չի, ձեր կուրսի, մեր կուրսի երեխեքը ջահել չեն։ Իրանք ինչ կապ ունեն իմ հետ։ Ամեն մեկն իր կյանքն ունի։ Ես էլ իմ։ Թե իմ ճակատին գրված է, որ ես առավոտից իրգուն պիտի գնամ փող աշխատեմ ու բերեմ քո ծախսերը փակեմ։ Դե հա, ես էլի դեմ չեմ։ Ես տղամարդ եմ, պետք է անեմ։ Բայց մենակ է, Դավիկ։ Բա ուր մնաց սերը, բա ուր մնաց այդ անտեր հասկանալը։ Ով ասաց, որ ես քեզ չեմ սիրում, չեմ հասկանում։ Բա ուրա, հենց ասում եմ, որ չեն կարող ինչ որտեղ գնանք, որովհետև փող չկա, միանգամից նեղանում ես։ Ու մտածես, որ չեմ ուզում աշխատեմ։ Ուր ես գնում։ Չգաս հետևիցը։ Դավիթ ջան, դե ինչ պիտի խոսեր։ Ուղղակի քնել է։ Հաստատ։ Հա, հաստատ։ Լավ, ենթադրենք քնել է։ Իսկ քնի մեջ էլ ոչ մի բան չի խոսացել։ Դավիթ ջան, քնած մարդը ոնց կարող է խոսել։ Ու հետո ես ու իր կողքը չեմ նստել։ Ինքը քնեց, ես զանգեցի Տիկին Սարապյանին, խոսեցինք, ծածկեցի վրան ու դուրս եմ եկել։ Վստահ ես։ Լսի Դավիթ, ես սովորական քարտուղարուհի եմ։ Ես իմ աշխատանքը անում եմ, ավարտում եմ ու գնում եմ տուն։ Սովորական քարտուղարուհի։ Ինչի ես հեգնում, որ Որովհետև գիտեմ, ախր դու սովորական քարտուղարուհի չես։ Դավիթ ջան, ինչ ես խոսում։ Կամաց, մարդիկ կլսեն։ Ես ոչ մեկին չեմ պատրաստվում պատմեմ, որ լսեն կամ չլսեն։ Իսկ որ ճիշտ եմ ասում, դու էլ գիտես։ Ինչ ես ուզում ինձնից լսես, ասա։ Շատ փոքր բան։ Ուզում եմ իմանալ, հաստատ ոչ մի բան չի խոսել քնի մեջ։ Ասեցի արդեն, Դավիթ ջան, չէ, երդվեմ։ Երդվել պետք չի։ Բայց մի խնդրանք ունեմ։ Իրան ասա, որ քնի մեջ ինչ-որ ավտովթարից է խոսել։ Հələ տես ինչ կասի։ Չեմ կարա։ Ես որ իրան նման բան ասեմ, ինքը ինձ կարող է հանի ու գործից դուրս շպրտի։ Չէ, նոնա ջան, չի հանի։ Դու էլ գիտես, որ չի հանի, չէ՞։ Բայց դու ուղղակի իմ խնդրանքն արա, եթե կարող ես, եթե չէ… Չեմ հասկանում։ Այս ամեն ինչը քո համար ինչ-որ նշանակություն չունի։ Դավիթը 18 տարեկան չի։ Ու պարզ է, որ ինձնից առաջ իր կյանքում կանայք են եղել։ Բայց ես քեզ ասում եմ, չէ, որ մենք ձեր ամուսնության ժամանակ էլ ենք հանդիպել։ Եթե ինձ չես հավատում, կարես իրանից հարցնես։ Կհարցնեմ։ Այսինքն մտածում ես խափում եմ։ Չէ։ Ուղղակի սխալ է մենակ մի կողմին լսելը։ Պետք է մյուսին էլ շանս տալ։ Ես քեզ չեմ հասկանում։ Ոնց որ ոչ թե քո ամուսնու, այլ հարևանի ամուսնու մասին խոսք գնա։
Պարոն Սրապյան։ Այսօր այնքան լուր եք, ինձ թվաց դուրս եք եկել ու չեմ նկատել։ Պարոն Սրապյան, ինչ ա եղել։ Ինչի եք ես չափան տրամադիր։ Ինչի՞ց վրա ուրախանում նոնոչկա։ Պարոն Սրապյան, այն ավ էր ասում, որ կյանքը չափից շատ կարճ է ու ժամանակավոր հաճույք։ Ու իրան մաքսիմալ ապրել ու վայելել է պետք միջև ավարտվելը։ Այժմ աչքեսին վայրքները ավարտվել են, մնացել են մենակ դառնությունները։ Դե վերջացրեք, պարոն Սրապյան։ Դրա փոխարեն ավելի լավ կլինի ինձ ասեք տեսնեմ ինչ կուզեք։ Թեյ, սուրճ, գուցե կոնյակ։ Իդեպ նոր շիշ եմ բերել, ավելի լավն է։ Բայց ինչ լավն ես դու, նոնոչկա։ Գնամ բերեմ։ Գնամ բեր, բայց վերարկուս, դու էլ հավաքվի։ Ինչի։ Տեղինք գնում։ Քեզ կտանեմ տուն, ես էլ կիշնեմ իմ տուն։ Բա։ Լավ։ Գնացի։ Սի, խնդրում եմ իմ հարցին պատասխանի։ Այդ մի քանի բաները, որ հարցրել ես պապային, որ ինքն էլ կատաղել է, դրանք այդ վրա երթի հետ են կապված։ Քեզ համար ինչ տարբերություն։ Դի ձեռ ես առնում, ոնց ինչ տարբերություն, մեծ տարբերություն։ Մի գոռա։ Տպավորությունա, որ բոլորդ ամեն ինչ գիտեք ու ձևեր եք թափում։ Ասում եմ մի գոռա, Անայսին դեղ եմ տվել, լավ չէր, քնելա։ Սի ինձ մի բան ասա, պապան մեղավոր է։ Դավիթ նենց հարցեր ես տալիս, ես ինչ իմանամ։ Հա, բայց դու էլ ես կասկածում։ Լսի չես պատկերացնում գլուխս ոնց է ցավում այս ամեն ինչից։ Ոչ ուզում եմ մտածեմ, ոչ էլ խոսեմ։ Մի հատ այդ վերազում թանի գոնե սուրճ խմենք։ Չէ, լավ է։ Օֆիսից դուրս հանած, հիմա էլ գա տնից դուրս հանի։ Լավ վախեցել ես, հա։ Ես ուրիշ բանից եմ վախենում։ Ես վախենում եմ, որ պարզվի այս ամեն ինչը ճիշտ է։ Իսկ դու ինչ ես մտածում։ Ես մտածում եմ, որ առանց ծուխ կրակ չի լինում։ Իհարկե շատ կուզեմ, որ պարզվի սուտը։ Ինչպես գնացի։ Հա, Լուսե։ Հա, ես պապայից տանն եմ։ Ես դուրս գամ, քեզ վերցնեմ, գնանք ձերոնց։ Ջաջարգամը զանգել էր։ Հա, լավ, դե դու գնա այնտեղ, ես էլ կգամ մի անգամից։ Լավ։ Մտածի, եթե որոշես խոսես, ասա ինձ։ Բայց ինչից որոշեցիր, որ ես պիտի ուզեմ խոսել։ Որովհետև դու էլ ես նույն ձև մտածում։ Որովհետև դու էլ վստահ չես, որ ինքը կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Ինչ եղավ է, ասեց շուտ կհասնի։ Բարև Ստիգին Սաթան։ Բարև Լևոն ջան, ինչ լավ բան կա։ Այդ բարդում բռնել են։ Պաշին։ Հա, մեր ռուս գոլեգաների հիմա իրան տանում են դեպի Մոսկվա։ Այնտեղ էլ որտեղ որ դու ասել էիր։ Բա Աշխեն ջան, վերջ։ Վերջ, Աշխեն ջան։ Ինքը իմ համար ոնց որ անմահարժ լիներ։ Չեմ հավատում։ Այսինքն ես հիմա կարամ փողոցում քայլեմ ու էլ չթաքնվեմ։ Վերջ Աշխեն ջան։
Վերջ բոլես, ամեն ինչ վերջացավ։ Հիմա Աշխենս հանգստանում է, միասին նստում ենք ու նշում ենք, Արեգն էլ գալիս է, միասին ճաշում ենք։ Եղավ։ Լևոն, իսկ դրան Հայաստան են ուղարկելու։ Հայաստանում մենակ Աշխենի գործն է, բայց Ռուսաստանում ահագին բաներ ունի գլխին հավաքված։ Կարծում եմ չեն ուղարկի, բայց այս գործը անպայման հաշվի կառնա։ Հա, պապան, այդ ամեն ինչը ոնց պետք է լինի։ Այ դրա համար էլ եկել եմ, որ խոսենք։ Թե չէ բռնելու մասով կարող էի զանգով էլ ասել։ Լավ, եկեք նստենք մի բան ուտենք, նշենք, որից հետո կխոսեք արդեն Աշխենի հայրիկի մասին։ Համաձայն եք։ Հա։ Փաստորեն այդ աղջիկը վերջը որոշել է քեզ տեսնի։ Մի րոպե, մամ։ Այսինքն դու գիտեիր։ Դու գոնե հասկանում ես դրա հետևանքների մասին։ Մամ, սպասի։ Որտեղից դու գիտես ով է քեզ ասել այդ մասին։ Արամն է տեսել Դավիթի հետ։ Ես էլ Դավիթի հետ եմ խոսել։ Ու Դավիթը ինձ նույն բաներն է ասել։ Հիմա կլսես, թե քեզ ինչ եմ ասում։ Եթե եկել քեզ ասել է, ուրեմն դա նշանակում է, որ Դավիթը էլ իր մոտ չի գնում, ու ինքը էլ ուրիշ տարբերակ չունի։ Մամ, մեկ-մեկ ինձ թվում է, որ դու ոչ թե իմ մայրն ես, այլ Դավիթի։ Լուսե, արի անկեղծ լինենք։ Դու գլխի չես ընկնում, թե ինչի է Դավիթը հարսանիքից հետո գնացել իր մոտ։ Ես ընդամենը ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Իսկ Դավիթը լավ տղա է։ Մամ, երջանիկ լինելու համար ես պետք է սիրեմ։ Իսկ սերը չի նայում վատ կամ լավ լինելուն։ Պապան է դժգոհ մեր տեսախցիկներից։ Ինձ խնդրել է տեսնեմ ինչ ընկերություններ կան, որ փոխենք։ Դե սպասի քեզ այդպիսի ընկերություն ցույց տամ նայի։ Տես մենք Լուսեի հետ F-net-ի հեռուստաալիքների ու ինտերնետի փաթեթներն էինք նայում։ Այս երկու օրը գալու են քաշեն, իսկ հետո պարզվեց, որ դամաֆոնն էլ է իրենցը։ Նայի, սա իրենց հավելվածն է, այստեղ տեսախցիկներ էլ կան։ F-net smartphone։ Չէ, smart home։ Հա, էլի։ Նայ։ Ուրեմն դամաֆոնը կառավարվում է հեռախոսի միջոցով ու ինձ թվում է տեսախցիկներն էլ են այդպես։ Մենք որ դամաֆոնից շատ գոհ ենք։ Կարևորը անվտանգ է, ամեն մեկը չի կարողանում շենք մտնի։ Հեսա նայեմ։ Տեսախցիկի 10 օրվա արխիվ են տրամադրում։ Այդ շատ լավ է։ Որովհետև պապայի համար այդ կարևոր է, էլի։ Ու մանավանդ որ գոհ եք։ Շատ գոհ ենք։ Ես որ իմացա հեռուստաալիքներն ու ինտերնետն էլ է իրենցը, միանգամից ասեցի, որ գան միացնեն։ Բայց լավ էլ մեծ ընկերություն է։ Տեսնես ուսանողներին կվերցնեն։ Քեզ համար ես հարցնում։ Չէ, ընկերոջս, Արտուրի, տեսել ես։ Իր համար կարևոր է որ ճկուն գրաֆիկ լինի, նորմալ գումարով, որ դասերին չխանգարի։ Թե տես։ Այստեղ հեռախոսը համար կա։ Դուր թող զանգի, ինձ թվում է կլինի։ Վերջ։ Լուսե։ Մենք պիտի պապայիդ մոտ գնանք, մեզ է սպասում։ Ինչ եղար։ Հայ, հիմա ինչ ես ուզում ինձանից։ Այդ երբ որ ես քեզ զանգում էի, դու չէիր պատասխանում, հիմա պետք է կա քեզ։ Այն ամեն ինչին մենք հասել էինք, մի վայրկյանում հեչ արեցիր, հիմա ինչ ես ուզում ինձնից։ Չէ, ես քո ժամանակը չունեմ, էլ չզանգես ինձ։
Հոգնացրեց սա ինձ։ Օլյաներ։ Հա։ Դա աչքից գնացել Լուսեին տեսելը։ Ինչ ասում եմ։ Լսիս դավն դեռ ողջ, հա։ Լուսեն գանգամաշկը չի հանել։ Ինչ էլ ուրախ ես։ Ահա ինչ անեմ, ես վերջերս շատ մեծ ապրտում, լսի ոնց կուզեի մի հատ քիթը քսվել քարին։ Շատ դաժան չես սեփական զավակիդ նկատմամբ։ Դաժան։ Իմ սեփական զավակն է դաժան։ Ես իր համեմատ ջունանուշիկ եմ։ Լավ, ես գնամ մի հատ ցնցուղ ընդունեմ ու նանիկ։ Ասեց ուրիշ կնոջ մոտ ագնացել։ Հա։ Տղան էլ կողքը։ Չնայած ինչի եմ զարմանում որ։ Ինձ թվում է խափում է։ Ժեստեր կան, որոնք մատնում են սուտը։ Բա ինչ ենք անելու, ուրիշ տարբերակ կա։ Դե մնում է Իզաբելան, բայց չեմ կարծում որ կխոսի։ Սաթեն, պատրաստ է սեղանը, չեք գալիս։ Մեկ էլ մի հատ էլ Արեգին զանգեք, էլի։ Դու գնա ես զանգեմ Արեգին։ Ես ուզում ես լվացվես, արի։ Կապիտանդ ոնց որ ժամանակ չի կորցնում։ Դե որովհետև կապիտանը ժամանակի զգացողություն ունի, ինքը հասկանում է, որ կյանքը գնում է։ Դու ինչ ես մտածում։ Ոչ մի բան։ Կասի ապեր, որովհետև Անայսին ասեցի տուն տանեմ, ասեց Վիկան խնդրել է, որ իրար հետ գնան ինչ-որ կարևոր բան ունեն խոսելու։ Իսկ են գործի պահով հլը ուզում ես։ Հա, ոչ չեմ ուզում։ Դե համար տամ գրի կարող է մի բան ստացվի։ Հա, հենց հիմա էլ տուր զանգեմ։ Գրում ես։ Ու ինչն է սխալ ասում Արթուրը։ Բա ինչն է ճիշտ ասում։ Անայիս ես այդքան ինքնասիրահարված մարդ եմ։ Ոնց որ մեր հոգեբանության դասախոսն է ասում, ես կենտրոն ես։ Մենակ քո մասին ես մտածում։ Ուրիշի դրության մեջ չես մտնում, ուրիշի կարծիքը հաշվի չես առնում։ Ապրես։ Վիկա, ես քո մոտիկ ընկերուհին եմ, դրա համար եմ ասում։ Դու ինձ համար ուրիշ չես։ Պիտի շնորհակալություն հայտնեմ։ Չէ, շնորհակալության հարկ չկա։ Ուղղակի մի նեղացի։ Ինչ ասես ասում եք, ոնց ուզում խոսում եք հետս, հետո էլ ասում եք մի նեղացի, Վիկա։ Մամայիդ հետ խոսել ես, ինչ է ասում։ Խոսքներդ մեկ եք արել։ Իսկ կարող է, եթե բոլորս նույն բանն ենք ասում, կռիվ անելու տեղը ուղղակի նստես մտածես։ Ես մտածելու բան չունեմ։ Արթուրը թող մտածի, ինքն է կորցնում։ Ու ինչ է կորցնում Արթուրը։ Նեղացած Վիկա։ Անայիս։ Ինչ։ Կգնանք համալսարան, կնստես կգրես, ինչ է կորցնում Արթուրը, ինչ ես կորցնում դու։ Ինչ է շահում Արթուրը, ինչ է շահում դու։ Ու կգրեմ։ Ու գրի։ Կգրեմ, հետո էլ թուղթը կտամ քեզ, որ տեսնես, որ ես չեմ կորցնում։ Անհամբեր կսպասեմ։ Եղավ։
Մարիամ, չես պատկերացնի, թե ինչ գրագետ նախագիծ էին պատրաստել երեխեքը։ Եվ հետո Լուսեն ինչ հրաշք պրեզենտացիա էր սարքել։ Շատ ոգևորված էր։ Այստեղ գիտես որն է ամենակարևորը։ Այն որ կշահի քաղաքը, կշահի բնակիչը ու կշահի նաև հյուր եկող զբոսաշրջիկը։ Բա հիմա հաջորդ քայլը որն է լինելու։ Հաջորդ քայլը ամենաբարդն են լինելու ինձ համար։ Պիտի զանգեմ Սաթենին։ Դու։ Հա, ես։ Անքաղաքավարի կլինի, եթե Լուսեն կամ Դավիթը զանգեն։ Ես պիտի զանգեմ։ Պիտի պայմանավորվեմ Սաթենի հետ ու հանդիպում կազմակերպենք։ Բա որ չուզենա գա ինքը այդ հանդիպմանը։ Չէ, հաստատ կգա։ Հաստատ համոզված եմ, Սաթենը հանուն հին թաղի ամեն ինչ կանի։ Դու էլ ես լինելու։ Հա, իհարկե, ես էլ, Լուսենն էլ, Դավիթն էլ, Արեգն էլ, Սաթենն էլ և Սուրենն էլ։ Ապեր որ այդ գործը լինի, չէ, քեզ տանում եմ պատիվ տամ։ Ապեր ինձ բան պետք չի։ Կարևորը լինի։ Դե ասեցին վաղը չեմ իսօր արի օֆիս։ Մնում է գլուխ չպահես։ Չեմ պայի, պիցա ջան, հաստատ լիքը բան է փոխվել։ Ես քեզ անեմ։ Իսոնա։ Ջևը։ Պահեսի։ Ա։ Դե արգնակ տնեք ինչ ասա։ Սպասի, պիցա։ Դու մնա այստեղ, որ աղջիկները գան իրենց զբաղացրա։ Ես գնամ տենամ ինչ ա ուզում։ Հաստատ։ Հա։ Իսկ կարող է գնաս Սաթենի մոտ։ Չէ։ Չէ, ավելի լավ է զանգեմ։ Դե ուրեմն հիմա զանգի։ Մեկը երկար չես կարող փախնել այդ խոսակցությունից։ Այո։ Բարև Սաթեն։ Բարև արգամ։ Ոնց ես։ Ինչ աղան, ինչ ես զանգել, ինչ ես ուզում։ Պիտի հանդիպենք Սաթեն։ Հին թաղի հետ կապված։ Խոսելու բան կա։ Լուրջ։ Այդ Սրապյանը հասկացավ, որ իր ամոթ ոչ մի բան չի ստացվում, քեզ է ներգրավել, հա? Այդ որ ինքը նման ցանկություն կունենար, այդ ես համոզված եմ, այ որ դու կհամաձայնես, ճիշտ ասեմ, զարմացած եմ շատ։ Չէ, Սաթեն, դու ինձ սխալ հասկացար։ Մենք նոր նախագիծ ունենք եւ ասեմ, որ շատ լավ նախագիծ է։ Հին թաղի ամբողջական պահպանմամբ։ Այդ լուրջ ես ասում, Սրապյանին ինչ-որ բան է եղել։ Հանդիպենք, խոսենք, Սաթեն, քեզ, Արեգին, ով կցանկանա հին թաղից, մի խոսքով, բոլորին հրավիրում եմ իմ օֆիս, այնտեղ պրեզենտացիան կանենք ու մանրամասն ամեն ինչ կբացատրեմ ես։ Սաթեն։ Ճիշտն ասած, լսածից չգիտեմ, հավատամ թե ոչ։ Հավատա, Սաթեն, շատ լավ է լինելու։ Կարող եք հավաքվել, բոլորի հետ խոսիր, խնդրում եմ, պայմանավորվեք, օր ժամ ինձ տեղյակ պահեք ու համեցեք օֆիս։ Եղավ լավ արգամ, կզանգեմ։
ասաց կզանգեմ։ Լսի դե ձյաձարգամի առաջարկը շատ լավն է։ Ուղղակի ես մի բանից եմ վախենում, որ պապան ինչ-որ խնդիրներ չառաջացնի։ Լսում ես ինձ։ Հա, լսում եմ։ Լուսե, մի բան էլ կա, որ ուզում եմ խոսենք։ Ճիշտ է մի քիչ բարդ խոսակցություն է լինելու, բայց խոսել պետք է։ Վաղուց էի ուզում ասել, բայց չէր հարմարվում։ Ես էլ քո հետ խոսելու բան ունեմ։ Ու իմ համար էլ հեշտ չի, բայց պետք է խոսենք։ Կուզես առաջինը դու ասա։ Չէ, ասա։ Երեք մեր տուն Քովալյան էր եկել։ Այն որ կամ կբերես այդ փողը կփակվես, կամ էլ ոստիկանության հետ գործ կունենաս։ Լսի, ես քանի օր իրար հետ հաց ենք կիսել։ Դրա համար եմ ես ամեն ինչը քեզ ասում։ Քեզ թվում է մենակ քո համար, բարդ։ Ես իմ ձեռքերով իմ կյանքը դժոխքի վերածեցի։ Իսկ դե քանդի է դժոխքը, գնա դու քո Օլիայի հետ ապրի, թող ես էլ իմ կյանքը ապրեմ։ Արեգի հետ։ Քո համար ինչ տարբերություն ում հետ։ Բայց դու չես ուզում իմանաս Արթուրը ում հետ է խոսում, ինչի մասին։ Ուզում եմ, բայց ես իրանից նեղացած եմ։ Հայելի նեղացած ես։ Ինչի ես իրա հետ մնում։ Ինքը քեզ չի սիրում ու չի սիրելու։ Որովհետև ես եմ իրան սիրում։ Հասկանում ես ես։